Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ քաղաքագետ Գարիկ Քերյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Քերյան հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն է Երևանում, պաշտոնական այցելությամբ հանդիպել է Արադ Միրզոյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նաեւ հանրապետության նախագահին։ Լավրովի այցը Երևան նախ ոնց է գնահատում, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում արկա որոշակի լարվածությունը եւ արդյոք այս այցից հետո որոշակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ այս հարաբերություններում։ Ցանկացած նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստանի Հանրապետություն, խոսքս ռուսական բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, ես բավականին դրական եմ գնահատում, որովհետև սա նշանակում է, որ կա քաղաքական կամք եւ Երևանում եւ Մոսկվայում գնա որոշակի առաջացած խնդիրների լուծմանը եւ առաջացած խնդիրների շուրջ քննարկումներին։ Չմոռանանք, թե որքան խնդրահարույց է մեր եւ որքան փխրուն է մեր անվտանգային միջավայրը եւ մեր թիվ 1 ռազմաքաղաքական դաշնակցի արտաքին գործերի նախարարի այցելությունը Հայաստանում կոնկրետ կարելի է գնահատել որպես այդ անվտանգային միջավայրի ամրապնդում կամ որոշակի ներդրում առաջացած խնդիրների լուծման, որովհետև եթե այդպես կտրվածքով նայում ենք, այսօր ոչ մի ուժային կենտրոն եւ արևմուտքում եւ մեր հարևան երկրներում թերևս չունի այդքան մեծ ազդեցություն հարավային Կովկասում, ինչպես որ ունի Ռուսաստանի Դաշնությունը եւ նման բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունը մեզ համար ես անշուշտ կարծում եմ, որ մի հերթական, այսպես ասած, ներդրումն է կամ հերթական պլյուսն է մեր անվտանգային միջավայրի։ Բայց դա ինչպես բացեք փակագծերը հասկանանք ոնց է այդ այցը նպաստելու, որ մեր անվտանգային միջավայրը ամրապնդվի։ Մեզ մոտ քաղաքական դիսկուրս կա, չէ՞, մեր անվտանգային միջավայրի, այսպես տեսլականի շուրջ։ Եվ այս հարցի կապակցությամբ մեզ մոտ փորձագիտական հանրությունը, քաղաքական շրջանակները, կուսակցական գործիչները երկատված են երկու բևեռի։ Առաջի բևեռը վաղուց արդեն բավականին երկար ժամանակ է, որ ակտիվություն է ցուցաբերում, այս բևեռի, այսպես հայեցակարգներ փոխվել Ռուսաստանից, ինչպես իրենք են տարբեր ձևերով ձևակերպում, կտրել ռուսական խորտակվող նավից այդ պարանը եւ փրկվել։ Կա նաեւ առավել իրատեսական եւ առավել ճիշտ իրավիճակը գնահատող ուրեմն բևեռը, որը որ գտնում է, որ ներկապահին ռուսական գերակա ազդեցությանը հարավային Կովկասում դեռևս որևիցե մեկ այլ համաշխարհային կենտրոն, ուժային կենտրոն չի կարողացել, այսպես ասած, մարտահրավեր նետել եւ դուրս մղել Ռուսաստանին։ Այս առումով կա նաեւ արդեն նոր ծնվող ձևաչափ, դա 3+3 ձևաչափն է, որտեղ կան եւ մեր բարեկամ հարևան պետությունները, խոսքս Վրաստանի եւ Իրանի մասին է, եւ կա մեր հիմնական դեռևս ֆորմալ, ինչքան էլ մենք փորձենք, ասենք, վերագնահատել դա, բայց առայժմս գործող պայմանագրերով ռազմաքաղաքական դաշինքով Ռուսաստանի Դաշնությունը եւ այստեղ են նաեւ այն երկու պետությունները, որոնց հետ մենք ունենք խնդիրներ եւ հակամարտության լուծման առումով եւ տարածքային եւ ինտեգրացիոն ծրագրեր իրականացման, դա Ադրբեջանը եւ Թուրքիան է։ Եվ հենց 3+3 ձևաչափում եմ ես տեսնում Հայաստանի անվտանգային միջավայրը։ Այս առումով, եթե այդ 3+3 ձևաչափի ամենահզոր գերտերությունը, միջուկային տերությունը, որը այսօր բավականին հաստատուն քայլերով գնում է ոչ թե թուլացման, այլ իր միջազգային դիրքերի ամրապնդման, բնականաբար մեզ համար ձեռնտու է եւ սա իսկապես անվտանգային միջավայրի ամրապնդում է եւ ես անընդունելի եմ համարում եւ փորձագիտական դաշտի եւ քաղաքական շրջանակների այն հայեցակարգը, որ Ռուսաստանից, այսպես ասած, չակերտավոր փոխվելը կարող է մեզ համար փրկություն լինել։ Ես պիտի հակադարձեմ ձեզ այն թեզերով, որոնք բերում են ձեր ասած այդ բևեռներից այն կողմը, որը կարծում է, որ Ռուսաստանն այս դեպքում մեզ համար բարեկամ չէ։ Նույն այդ 3+3 ձևաչափի
հարթակի մասին երբ խոսք է լինում, իրենք ասում են, որ այստեղ Հայաստանի համար շահավետ ոչինչ չկա, որովհետև այստեղ Հայաստանը Իրանի հետ կարող է լավ հարաբերություններ ունենալ, բայց այստեղ կա Թուրքիան, կա Ադրբեջանը, որոշակիորեն նաև Վրաստանի հարցն են առաջ բերում եւ Ռուսաստանը, որին դիտարկում են որպես Ադրբեջանի թեկուզ ոչ ֆորմալ դաշնակից եւ ասում են, որ 3 գումարած 3 հարթակը որևէ պարագայում այս կոնֆիգուրացիայի ձևաչափում չի կարող Հայաստանի համար անվտանգային միջավայր ստեղծել։ Թեև այսօր Լավրովը էլի 3 գումարած 3-ի մասին է խոսել, նշել է, որ այստեղ ցակող խնդիրները պիտի այս ձևաչափով, այս տարածաշրջանի պետությունները եւ մերձավոր երկրների միջոցով լուծվի, բայց արդյոք դա իսկապես շահավետ է Հայաստանի համար։ Արդյոք դա ապահովելու է այն անվտանգային միջավայրը, որի մասին դուք խոսում եք։ Շատ լավ, ենթադրենք այդ տեսակետը արտահայտողները իրավացի են։ Ենթադրենք 3+3 ձևաչափը մեզ համար անվտանգային միջավայր չի ապահովում, դեռ ընդհակառակը ձեր այդ տեսակետի հետևորդները ստեղծում է ուրեմն մարտահրավերներ։ Այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը։ Այսպես ասած, չհիմնավորված հայտարարություններ արևմուտքի հետ ինտեգրման, այդ արևմուտք հասկացության տակ էլ այդ ձեր ասած հանրությունը չգիտի թե ինչ է հասկանում, եթե միջև Թրամփի նախագահության շրջանը մենք հասկանում, այսպես կիրառում էինք հավաքական արևմուտք հասկացությունը, նկատի ունելով Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը, ներկա իրավիճակում այդ հավաքական արևմուտք իրողությունն էլ արդեն չկա, այդ արևմտյան անվտանգային կառույցներից ոչ մեկին Հայաստանը անդամակցելու շանս ընդհանրապես չունի, բավականին երկար ժամանակ խոսում էր Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշման մասին եւ հույսեր էին կապվում Ֆրանսիայի հետ, սակայն այսօր մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան չունի ոչ ներուժ, ոչ ռազմական ակտիվություն տարածաշրջանում եւ ոչ էլ Ֆրանսիան կարող է այսօր ազդել Թուրքիայի, Իրանի կամ Ռուսաստանի, նույնիսկ Ադրբեջանի ուրեմն քաղաքական դիրքորոշումների փոփոխության վրա։ Այսինքն, եթե առաջինը մենք մերժում ենք, համարելով, որ սա մեզ համար անվտանգային խնդիրներ է ստեղծում, թեքվում ենք տեսնելու, թե ուր պիտի գնանք, տեսնում ենք, որ ուրիշ գնալու տեղ չկա։ Եվ մի սխալ մոտեցում։ Ոմանց թվում է, թե եթե ասենք կան տարածաշրջանում հարևան երկրներ, որոնք մեր հանդեպ ոչ բարյացակամ են, թշնամական կամ մեր անվտանգությանը սպառնում են, մենք չպետք է մտնենք այն կառույցների մեջ, որտեղ որ իրենք կան։ Ընդհակառակը մենք պետք է հենց լինենք այն կառույցներում, որտեղ իրենք կան, եւ դա հարթակ է, որ մենք կարողանանք բարեկամ պետությունների հետ որոշակի ուրեմն կոնսենսուսի գալուց հետո նրանց հետ բանակցել եւ լուծումներ գտնել։ Հիմա եթե Ադրբեջանի, Թուրքիայի հետ անվտանգային խնդիրներ կան եւ դրանից ծնվում է այլ ուրեմն խնդիրներ, ինչի մենք պետքա թողնենք տարածաշրջանը նրանց հետ հարցերը լուծելու ուրեմն ճանապարհը եւ հայտնվենք, ասենք օրինակ արևմտյան որևիցե կառույցում, չնայած կրկնում եմ, բայց Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չի հայտարարում, որ արևմտյան որևէ կառույցին միանալու կամ կառույցի մեջ մտնելու հավակնություն ունի։ Նույն Միրզոյանը այսօր հստակորեն ասաց, որ Եվրամիություն գնալու հայտ որևէ կերպ ներկայացված չէ։ Պաշտոնական դիրքորոշումը գործող իշխանությունների դիվերսիֆիկացիան է քաղաքականության, այսինքն ոչ թե մեջքով շրջվել Ռուսաստանին դեմքով Եվրոպային կամ այսպես կոչված հավաքական արևմուտքին եւ ոչ էլ հակառակը, արդյոք սա ավելի մեծ երաշխիք չի անվտանգության ապահովման, քան ձեր ասած 3+3 ձևաչափի տակ մտնելը։ Գիտեք, դիվերսիֆիկացման քաղաքականություն կարող է վարել այն պետությունը, որ ունի այնպիսի տնտեսական եւ ռազմաքաղաքական պոտենցիալ, որը որ հավասարի հետ տարբեր ուժային կենտրոնների հետ կարող է իր հարաբերություններ կարգավորել։ Փոքր պետությունները։ Դա չի նշանակում, որ պետք է հարաբերությունները, եղած հարաբերությունները, եթե դրանում որոշակի խնդիրներ նաև կան, ավելի պիտի սերտացվի եւ մի կետից ավելի մեծացվի կախվածությունը, այս դեպքում Ռուսաստանից։ Ձեր այն դիտարկման հետ ես լիովին համաձայն եմ եւ շատ բարձր եմ գնահատում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որը կարծես ավելի բարենպաստ իրավիճակ է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ուրեմն վերացման համար։ Բայց դեռ ուրիշ հարց է, վերեք հայեցակարգային առումով։ Եթե հայտարարում ենք, որ Հայաստանը վարում է
բալասավորվող քաղաքականություն եւ ուժային կենտրոնների հետ դիվերսիֆիկացիա է գնում։ Գիտեք, դիվերսիֆիկացման կամ բալասավորման քաղաքականություն կարող է վարել, ասենք, օրինակ Թուրքիան, որը իր ռազմատեսական պոտենցիալով ստիպում է բոլոր ուժային կենտրոններին հաշվի առնել իր դիրքորոշումը եւ հավասարի հետ գնալ։ Փոքր պետություններն իրենց անվտանգությունը կարող են ապահովել միայն առավել մեծ քաղաքական կազմավորումների մեջ եւ փայլուն օրինակը տեսեք Մերձբալթյան պետությունները ելնելով իրենց աշխարհագրական դիրքից շատ ճիշտ որոշում կայացրեցին եւ գնացին ուրեմն ՆԱՏՕ եւ Եվրոպական միություն։ Ցավոք սրտի Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն չի տալիս, որ մենք նման ուրեմն ուղենիշ որդեգրենք կամ նման կերպ փոխենք մեր արտաքին քաղաքական վեկտորը։ Դիվերսիֆիկացնել այդ դեպքում, եթե դիվերսիֆիկացնում ենք, չենք շատ ճիշտ եք դուք, որ մենք չպետք է որևիցե ուժային կենտրոնի կամ հարևանի նկատմամբ հակաքաղաքականություն վարենք։ Մեզ համար հավասարապես վնասակար է եւ հակառուսական, եւ հակաիրանական, եւ հակաթուրքական, եւ հակաադրբեջանական կոշտ դիրքորոշումը։ Մենք պետք է փորձենք բոլոր ուրեմն հարևանների հետ գտնել համակեցության կանոններ։ Եթե մենք եւ ցանկացած պետություն իր հարևանների հետ համակեցության կանոններ չի գտնում, նա միշտ անվտանգային խնդիրներ կունենա։ Հիմա ես ասում եմ, այդ համակեցության կանոնները մենք կարող ենք գտնել այլ տարածաշրջանում, թե 3+3 ձևաչափում։ Միանշանակ մասնագետների մեծ մասի կարծիքն այն է, որ հենց 3+3 ձևաչափում մենք կարող ենք գտնել։ Այսինքն նաև դուք այդ ձևաչափում եք տեսնում հայ-ադրբեջանական հարցերի կարգավորումը։ Այո, եւ հայ-ադրբեջանական հարցերի կարգավորումը ես առավել շատ հաջողակ կհամարեմ, եթե այդտեղ որոշիչ եւ կարգավորող, ասես մոդերատորի դերը նորից ստանձնի Ռուսաստանը, որովհետեւ եթե հիշում եք, մինչև 2022 թվականը որ Ռուսաստանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հստակ հայտարարություն կար, որ այդ փաստաթղթի մեծ մասը Ադրբեջանը չի իրականացրել, հայկական կողմը շատ ճիշտ պարտականություններ է կատարել է, եւ Ռուսաստանը որևէ կերպ դրա մասին չի էլ ասում, որ Ադրբեջանն է խախտել այդ պայմանավորվածությունները, այդ Ռուսաստանը պիտի նորից միջնորդ դառնա։ Շատ լավ, մեզ մոտ կա կամ ներողություն, այն Ռուսաստանը, որի խաղաղապահ ուժերը երաշխավորված պիտի լինեին տարածքում, որպեսզի հայաթափում տեղի չունենար։ Այդ Ռուսաստանի մասին եք խոսում։ Շատ լավ, ես ձեր հարցին ուզում եմ հարցով պատասխանել։ Ձեզ ինչ է թվում Ռուսաստանի նման գերտերությունը, որը ունի ուրեմն բազմաթիվ ռազմավարական նպատակներ, եւ հետխորհրդային տարածքում, եւ աշխարհում, եւ Եվրոպայում, եւ Ասիայում, եւ Հեռավոր Արևելքում, եւ խրված է Արևմուտքի հետ նման մեծ մասշտաբային պատերազմի մեջ, իր առաջնահերթությունների մեջ առաջի կետում Հայաստանն է։ Ոչ։ Մենք պետք է նայենք Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը եւ դիրքորոշմանը, ելնելով տվյալ պետության հիմնական քաղաքական նպատակներից։ Չէ, մենք պետք է ելնենք Հայաստանի շահերից։ Հայաստանի շահերից, բայց Ռուսաստանի շահեր ունի։ Հետևաբար, եթե Ռուսաստանը, օրինակ, ի սկզբանե ունեցել է հնարավորություն միջնորդության եւ այդ միջնորդությունը թույլ տվեք ասել, ձախողել է, ինչու հիմա մենք նորից պիտի ապավինենք մի միջնորդության, որը էլ չի բացառվում, որ կարող է ձախողվել։ Ձեր մեկնաբանությունից ես եթե անտեղյակ լինեի, պետք է մտածեի, որ ուրեմն հրաժարվել է Ռուսաստանի միջնորդությունից Հայաստանը եւ փայլուն արդյունքներ ունի, ասենք օրինակ X արևմտյան պետության կամ արևմտյան բլոկի։ Երկուստեք է վարու բանակցությունները։ Որոշակի հարցերում կարողացել է արդյունք գրանցել։ Լավ է թե վատ, դա արդեն գնահատման հարց է։ Սահմանազատման հետ կապված արդյունքի է հասել։ Լավ է թե վատ, էլի գնահատման հարց։ Սահմանագծումը ընդհանրապես 12 կիլոմետր է, մի րոպե։ Բայց կա կանոնակարգը, կողմերը կարողացել են ինչ-որ բանի։ Սահմանազատում։ Երկրորդը ամենամեծ արդյունքը Հայաստանի համար կլիներ դա, ասենք, որոշակի պայմանագրի կնքումը Ադրբեջանի հետ, եթե մենք ռուսական միջնորդությունը մերժում ենք եւ գնում ենք երկկողմանի բանակցությունների, նախ ես սկզբունքորեն երկկողմանի բանակցություններին կողմ եմ, բայց մենք տեսանք, որ երկկողմանի ուղիով մենք մինչեւ այսօր շրջապտույտի եւ փակուղու մեջ ենք։ Գումարած նաեւ պետք է նկատի ունենան որոշ խնդիրներ, որ մենք հիմա Ադրբեջանի հետ ունենք լուծել։ Օրինակ մեկ խնդիր վերցնեմ, ասենք սահմանազատման գործընթացում մենք բազմաթիվ
վտանգավոր իրավիճակների մեջ կարող ենք հայտնվել եւ կապված անկլավների հետ եւ սահմանագծման մեթոդաբանության հետ եւ Զանգեզուրով անցնող ճանապարհների հետ, որտեղ է դրանց լուծման բանալին։ Ինչ եթե Ռուսաստանը լինի միջնորդ, այդ հարցերը իշա Հայաստանի են լուծվելու։ Գիտեք, ես հիշեցնեմ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, ես հիշեցնեմ պատերազմի սկսումը, որը չի կանխվել Ռուսաստանի կողմից։ Ես պիտի հիշեցնեմ այն տարածքների գրավումը Ադրբեջանի կողմից, որ այն ժամանակ դեռ խաղաղապահները գտնվում էին այնտեղ իրականացնելու համար։ Պատասխանեք իմ հարցին, որ այդ փաստաթղթերը Բրյուսելում են, Վաշինգտոնում են, ոչ, դրանք Մոսկվայում են։ Որ պետությունը առավել մեծ ազդեցություն ունի այսօր Ադրբեջանի վրա եւ կարող է որոշ հարցերում, երբ որ մենք կարողանանք մեր դաշնակցային հարաբերությունների ֆորմատը ուրեմն կարգավորել, որ պետությունը կարող է այսօր Բա ինչու այդ մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանը Ադրբեջանի վրա չկանխեց, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս չգա իր տարածքներից, չկանխեց, որպեսզի այն տարածքները, որոնք որ Ադրբեջանը գրավեց, երբ նրանք իրենց խաղաղապահներով այնտեղ էին, ինչու չազդեց Ռուսաստանը Ադրբեջանի վրա։ Եթե ես վերցնեմ մի փաստաթուղթ, թվարկեմ ձեր ինչուները, որոնք շատ արդարացի ինչուներ են, վերցնեմ եւ այս ինչուներով հայտարարեմ, որ ես վաղը դադարեցնում եմ երկկողմանի ռազմաքաղաքական, այսպես ասած, շփումները եւ համագործակցությունը Ռուսաստանի հետ եւ այսպես ասած վարում եմ շատ այդպես այդ բառը հիմա չէ, շատ են, չէ, շահագործում ինքնիշխան, ինքնավար, անկախ քաղաքականություն եւ լուծում եմ իմ բոլոր հարցերը։ Այդպես չի լինում։ Դա կլինի անգրագետ դիվանագիտական քայլ եւ դա մեզ համար ոչ թե հարցերի լուծում կլինի, այլ հարցերի եւ մարտահրավերների որը չի անում հայկական կողմը։ Գիտեք, պաշտոնական մակարդակով չի անում։ Քաղաքականության մեջ պետք է առաջնորդվել կանխատեսմամբ, իրատեսությամբ, պրագմատիստական հարցադրումներով եւ ոչ թե լիրիկական բաներով։ Հա, կարող ենք հիմա ասել, Ռուսաստանը այս հարցում է սխալ, Ռուսաստանը չապահովեց սա, Ռուսաստանը Արցախի ուրեմն հայաթափումն էլ ուրեմն վերագրենք Ռուսաստանին, չնայած ես չեմ մերժում, որ այդտեղ եւ Ռուսաստանը եւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները եւ առաջատար բոլոր պետությունները ունեցան իրենց մասնաբաժինը հակահայկական ուրեմն Ադրբեջանի գործողությունների իրականացման ճանապարհին, բայց եթե մենք այս բոլորը թվարկում ենք եւ հետո ուղին չեն գտնում, սա արդեն ոչ թե դիվանագիտություն է, այլ պարզապես գրական գեղարվեստական երեկո եւ Լավ, պարոն Քերյան, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասում է, որ ամեն կերպ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ես պիտի հիշեցնեմ, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը փաստացի խախտված է, որովհետև կան հայկական տարածքներ, որ այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նախ ձեր ասածով, եթե իսկապես որ երկիրն է, որ ավելի մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, քան Ռուսաստանը, չեք գտնում, ասացեք խնդրեմ, ընդունելով այս փաստացի իրողությունը, արձանագրումը, որ հիմա Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է։ Եվ Ռուսաստանն լավ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, եւ ասում եք, եթե միջնորդ լինի, ապա կարող է իշահ մեզ աշխատել։ Հիմա այս հայտարարությունից, այս արձանագրմամբ դուք ինչ եք հասկանում։ Այդ օկուպացված տարածքները որևէ փուլում, եթե միջնորդ լինի Ռուսաստանը, Ադրբեջանի վրա ազդելու է, որ Ադրբեջանը հետ վերադարձնի։ Գիտեք, այդ օկուպացված տարածքների հարցը լուծվելու է սահմանագծման, սահմանազատման ընթացքում։ Որին դուք չեք հավատում, որ ասում եք փակուղում եք գտնվում։ Ոչ ոք այդ հարցը օրակարգից չի հանել, եւ Ռուսաստանի կողմից էլ ես պաշտոնական հայտարարություն չեմ լսել, որ իրենք չեն ուզում քննարկել դա։ Պարզապես դա շատ ուրեմն նեղ մասնագիտական, գեոդեզիական խնդիր է, որը պետք է սահմանազատման ընթացքում լուծվի, եւ ես նոր մի փոքր առաջ ասեցի, այս խնդրի լուծումն էլ նաեւ իրավական հիմքն է քարտեզների, որոնք որ այսօր ուրեմն ավելի շատ Ռուսաստանում, Մոսկվայում գաղտնի քարտեզներ են կամ ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող փաստաթղթեր, որով որ բազմիցս ռուսական կողմը հայտարարել, որ կարող է տրամադրել եւ օգնել այդ հարցերի լուծմանը։ Ես ուրիշ աշխարհակաղակական կոնտեքստով փորձեմ ձեր հարցին շատ կարճ ասել, որ եթե վերցնենք առաջնահերթությունների տեսակետից, այսօր այնպես չի, որ Հայաստանը, Ադրբեջանը կամ Վրաստանը հավասար կշիռ ունեն Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության մեջ։ Մի բան պարզ է, որ այսօր ուրեմն արտաքին գործերի նախարար
Լավրովն էլ շեշտադրեց, որ մեկ պետության հետ հարաբերությունների կարգավորումը ի վնաս մյուսի Ռուսաստանը չի կարող եւ չի պատրաստում, որտեղ եթե նրանց վերջնական ռազմավարական նպատակն է ամբողջ այդ խորհրդային տարածությունում ռուսական ազդեցության վերականգնումը, ուրեմն նշանակում է նրանք պետք է փնտրեն լուծումներ, որոնք չվնասեն նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Այս պարագայում գուցե մենք մեր ազգային խնդիրների լուծման տեսակետից ձեր կատարած հարցադրումը ճիշտ է, բարոյական է եւ ազգային է, որ մենք մեր ունենք օկուպացված տարածքներ, բայց պետք է նաև այսպես ասած մտնել ռուսական արտաքին քաղաքականության էության մեջ, Ռուսաստանին հարավային Կովկասը պետք է ոչ միայն Հայաստանով, ոչ միայն Վրաստանով կամ Ադրբեջանով, Ռուսաստանը ձգտում է երեք հանրապետություններն էլ լիովին հետ տանել ազդեցության գոտի եւ դրա համար այսօր նա չի պատրաստ չի եւ չի կարող գնալ Ադրբեջանի հետ սլացումների։ Եվ տարածաշրջանային մի րոպե, թողեք ես ինչ որ բան որ ասում եմ, խոսքս ավարտեմ։ Դուք էլ ոնց որ արևմտամետ հակումներ ունեք, դա ուրեմն բերեք չեզոք դիրքերից մոտենանք, տեսեք Ռուսաստանը այսօր ռազմավարական համագործակցություն պայմանագիր ունի արդեն Իրանի հետ եւ դա ընդգրկում է եւ միջուկային, ասենք թե ծրագիրը եւ տրանսպորտի եւ ուրեմն էներգետիկ ենթակառուցվածքների եւ այլն եւ ուղին այսօր Ռուսաստանի եւ Իրանի կապող Ադրբեջանն է նաև կան մեծ ծրագրեր Հնդկաստանի, Չինաստանի եւ Իրանի մասնակցությամբ, որոնք որ տանում են դեպի Ռուսաստան, կապող տարածքը էլի Ադրբեջանն է։ Այսինքն այդ խոշոր աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային նպատակներ որ մենք տեսնում ենք, հասկանում ենք, որ Ռուսաստանը այսօր պատրաստ չէ եւ չի կարող այնքան սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ, որ ուրեմն դա վերածվի կոշտ հակամարտության։ Իհարկե, ես էլի կարող եմ շարունակել եւ պատժամիջոցների հարցը, եւ Թուրքիայի ռուս-թուրքական համագործակցությունը պատժամիջոցները շրջանցելու առումով, այսինքն եթե մենք մի խնդիր բարձրացնում ենք, այսպես ուրեմն բացարձակացնենք եւ ասենք, գիտեք ինչ, մենք ունենք օկուպացված տարածքներ եւ դա մեղավորող Ռուսաստանը եւ մենք պետք է այսօր անենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վնասող քայլեր կամ ուրեմն քաղաքական գիծ վարենք, դա մեզ օգուտ չի տա եւ պետք է հաշվի առնենք Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունները։ Ռուսական զենքի մասին է եւս Լավրովը խոսել, մասնավորապես հարցին պատասխանելով, որ մենք այդ ռուսական զենքը օգտագործել ենք անկախությունից ի վեր, այդ թվում նաեւ իր խոսքով 7 շրջանները գրավելու ժամանակ։ Սա արդյոք արդարացում չէ Ադրբեջանին մեծ քանակով զենք վաճառելու տեսանկյունից ռուսական կողմից։ Ճիշտն ասած, ես դա նույնպես գնահատում եմ բացասական, դեռ բավականին երկար դա նոր երևույթ չէ, երևի մի 10 տարի շարունակ Ռուսաստանը վաճառել է զենք Ադրբեջանի, որը խիստ անցանկալի է Հայաստանի համար, բայց գիտեք ինչ, զենքի վաճառքը մի պետության ձեռքին մյուս պետությանը կախվածության մեջ գցելու եւ նրա հետ հարաբերություններ խորացնելու գործիքներից մեկն է։ Եվ այսօր աշխարհի ցանկացած երկիր զենք է վաճառում եւ զենքի վաճառքի ժամանակ շատ քիչ են հաշվի առնում, թե այդ զենք գնողը որտեղ որ տարածաշրջանում ինչպես է օգտագործելու այդ զենքը։ Մեզ համար շատ ցավոտ եւ անցանկալի իրողություն է իսկապես, որ Ռուսաստանը զենք է վաճառել Ադրբեջանին, բայց ես ուզում եմ նորից ձեզ հարցին հարցով դիմել, Ռուսաստանը մեզ զենք չի վաճառել։ Դուք գիտեք, որ 44 օրյա պատերազմի ժամանակ միակ երկիրը, որը զենք է տրամադրել Հայաստանի մատակարարել, եղել է Ռուսաստանը։ Հիմա որ դաշնակցային պարտավորություն է։ Ադրբեջանի պարագայում նախ Ադրբեջանին ավելի շատ է Ռուսաստանը զենք վաճառել մեկ, եւ երկրորդը նաեւ նշվում էր, որ մեր տված գումարի դիմաց իրենք չեն տվել համապատասխան մատակարարումներ եւ Ռուսաստանը դել չի հերքել։ Եվ գումարած դրան ուղղակի Ռուսաստանը դաշնակցային պարտավորություն ուներ Հայաստանին զենք մատակարարելու։ Գիտեք ինչ, դաշնակցային պարտավորությունը բոլոր երկրներն իրականացում են ելնելով տվյալ իրավիճակի նպատակահարմարությունից։ Հիմա Միացյալ Նահանգները դաշնակցային պարտավորություններ չունի ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ, ունի, բայց այսօր Միացյալ Նահանգները կոնկրետ իր շահերից ելնելով սահմանազատվում է, որոշակիորեն սահմանափակում է դաշնակցային պարտավորությունների կատարումը նկատի ունեն ուկրաինական ճգնաժամի կարգավորումը եւ ցանկացած պետություն։ Հիմա տեսեք, Իրանը այսօր փորձում է զուգահեռ հավասարապես զարգացնել ռազմաքաղաքական համագործակցությունը
Ադրբեջանի հետ եւ վարում է զորավարժություններ եւ միաժամանակ այսօր Իրանը բազմիցս անգամ եւ այսօր եւս նոր պաշտոնական այցելություններով հայտարարում է, որ Հայաստանը իր համար ռազմավարական դաշնակիցն է։ Ինչ է կարծում, ճիշտ կլինի, որ մենք ասենք, այսպես ասած, խռովենք Իրանից հանուն այն բանի, որ Իրանը Ադրբեջանում զորավարժություն է անցկացնում, խռովենք Ռուսաստանից, որ Ռուսաստանը զենք է վաճառել, խռովենք, ասենք, Եվրամիությունից Իրանը մեր ռազմավարական դաշնակիցը չէ, ի տարբերություն Ռուսաստանի, պարոն Քերյան։ Եվ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ եթե զենքը վաճառվում է Ադրբեջանին ավելի շատ, քան Հայաստանին, հաշվի առնելով նաև ֆինանսական դրությունը եւ պետությունների հզորության մակարդակը, հասկանալի է, չէ, որ ինչ որ մի փուլում ստեղծվել է բալանսի խախտում եւ ուր պիտի կիրառեր այդ զենքը Ադրբեջանը, եթե ոչ Հայաստանի կամ Արցախի դեմ։ Գիտեք, եթե մենք գնանք մենակ մեկնաբանություններ, որ դուք մեկնաբանություններ եք տալիս, եթե ես էլ նման ուրեմն հուզական մեկնաբանություններ տամ, վերջում նորից եմ կրկնում, կստացվի պարզապես հուզական ինչ որ արդարության կամ սուրբ, ասենք թե իրողությունների ազդարարում, բայց մենք խոսում ենք Հայաստանի գոյության, Հայաստանի անվտանգության, Հայաստանի շահերի, Հայաստանի ապագայի մասին, եւ մենք իրավունք չունենք, այսպես ասած, նման մակերեսային մոտեցումներով եւ ուրեմն խռովելով կամ կապրիզներով փորձենք աշխարհի գերտերություններին հպատակեցնել մեր շահերին։ Մենք հասկանում ենք, որ եւ դուք ճիշտ ասեցիք, որ ես ձևակերպեմ ավելի ճիշտ, որ իհարկե շատ ցավալի է, որ վերջի տասնամյակում, հատկապես վերջի 5-6 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ հարցեր եւ իրողություններ, երբ որ մենք տեսել ենք, որ Հայաստանի շահը եւ Ռուսաստանի քայլերը չեն համընկնում, բայց նման իրավիճակում մենք այլընտրանք չունենք։ Մենք այս պահին մենք տեսնում ենք, որ որևիցե այլ ուժային կենտրոն չի կարող այստեղ գալ եւ ասենք որոշակի հարցեր լուծելու համար ճնշել Ադրբեջանին, միակ երկիրն է տարածաշրջանում, նույնիսկ ավելի այսպես ասած ավելի կոշտ դիրքորոշում ունի, քան Թուրքիան, որը որ Հայաստանի հանդեպ ունի այնպիսի ծրագրեր, որը որ մեր գոյությունն է վտանգի տակ վերցնում։ 1-2 օր առաջ տեղի ունեցավ Թուրքիայում այդ մեծ ֆորումը արևմտյան ուրեմն ադրբեջանցիների իրենց հայրենիքը վերադարձնելու մասին, որին աջակցություն են հայտնում եւ Թուրքիան, եւ ուրեմն Ադրբեջանը, եւ այս պարագայում, երբ որ մենք պետք է փնտրենք ելքեր եւ լուծումներ, պարզապես թվարկենք խնդիրները եւ ուրեմն այսպես նեղացածի կեցվածքով ուղարկենք Ռուսաստանին իր տեղը, Իրանին իր տեղը, մյուսներին իրենց տեղը, վերջում մենք կանգնենք վերացման վտանգի առջև։ Վերջին հարցը, պարոն Քերյան, ամփոփենք կարճ։ Ստորագրվեց երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլան առաջիկա 2 տարվա համար։ Սա ինչ կարևորությամբ փաստաթուղթ է եւ ինչ է ենթադրելու կողմերի համար։ Ցանկացած փաստաթուղթ այսօր որ կնքվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև եւ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի այց, որ ես սկզբում ասեցի, շատ գովելի է, շատ խրախուսելի է, սա ցույց է տալիս, որ ամեն դեպքում Հայաստանի ներկա քաղաքական ղեկավարությունը ի վերջո վճռական պահին կարծես թե գիտակցում է այն խնդիրները, որ կարող է ստեղծվել Հայաստանի համար, եթե Հայաստանը մնա հակառուսական ուրեմն հռետորաբանության մեջ, իսկ այդ հռետորաբանությունը ցավոք սրտի վերջի շրջանում բավականին ուրեմն ուժեղացել է եւ դա ուժեղացել է նաեւ մեդիա դաշտում եւ նաեւ հանրային հեռուստաընկերությունում եւ դա շատ ցավալի է, որտեղ ես նորից եմ կրկնում Ռուսաստանի նման գերտերության եւ գումարած նաեւ հարևանների հանդեպ ասենք հակաքարոզչությունը մեզ համար ամեն պահի կարող է ստեղծել նոր խնդիրներ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Զրուցակիցս քաղաքագետ Գարիկ Քերյանն էր։ Կհանդիպենք։